Ալեն Սիմոնյան, ինչի եք դուք այդ աստիճան խոտակեր անասուն, ձեր դիվանագիտությամբ։ Ես լսեցի քո մեկ է Լավրովի այդ ողջույնի խոսքը, արձագանքը, դրական տեղաշարժը համագործակցության մեջ։ Իսկ դու խոտակեր անասունի պես լռում էիր, չբարձրաձայնեցիր, չարձագանքեցիր ԵԱՏՄ շրջանակներում խնդրի, կապված հայկական վարորդական իրավունքների հետ, որ Ռուսաստանում հայ վարորդները ահաբեկվում են ոստիկանության եւ Մինտրանսի կողմից։ Ով տեղյակ չի ձեզանից, նայեք, ԵԱՏՄ այդ օրենքի համաձայն հայկական վարորդական իրավունքները պետք է Ռուսաստանում ճանաչվեն իրենց պետականի մակարդակին։ Եվ մարդ կարող է տնտեսական գործունեություն ծավալել, աշխատել, օրինակ, սամասվալակշում, հացի մեքենայա, տաքսիա, առաքիչա, կապ չունի, տրակտորա։ Այսօրով այդ վերոնշած երկրները Կազախստան, Կիրգիզիա, Բելորուս կարող են աշխատել, հայը չի կարող։ Խտրականություն են դրել։ Այսա մտցներ ինձ Լավրովի աչքը։ Չուներ խիզախություն։ Երբ որ ինքը դրական տեղաշարժներ ասում, դու հենց զուգահեռ բերիր, որ Եվրոմիությունում նույն ձևի իրար շատ նման օրենքներ են այդ համագործակցության։ Այդ կարգի բան չկա։ Հունաստանից մինչև Իսլանդիա այնտեղ խտրականություն չկա ազգային այդ վարորդական իրավունքների մեջ, բայց Ռուսաստանում կա։ Այսա խոսայր։ Սա է, որ դուք ձեր քաղաքացու խնդրով չեք ուզում զբաղվել։ Դուք ծանոթել չեք, հետաքրքրված չեք։ Եթե նույնիսկ Լավրովը պատասխաներ, որ տենց բան չկա, դա կեղծ է, դա ես նույնիսկ հրապարակել եմ դատական որոշում, որտեղ մարդուն գրագետ նշված հենց այդ հոդվածները դատավոր է առը համարել միջպետական այդ համաձայնագրի այդ կետը եւ մարդուն տուգանել է կիրառելով տուգանք, որը չպետք է կիրառվեր։ Ես այդ որոշումն եմ հայտարարել։ Դա պետքա դու ունենայր քո մոտ հենց այնտեղ թղթապանակի մեջ, որ պետք եղած ժամանակ այսինքն շախումատ աներ Լավրովին, որ նա չկարողանար կրուտիտ լիներ։ Այս է հզոր դիվանագետը։ Դու ազգային ժողովի նախագահ ես, դու քո քաղաքացու խնդիրներից նույնիսկ տեղյակ չես։ Հասկանում ես, հետո ինձ ասում եք ինչի ես վիրավորում, ինչի ես դու վատ վերաբերվում ես իշխանություններին։ Նայեք, ես հիմա դիմում եմ հենց Սամվել Կարապետյանին կամ Նարեկ Կարապետյանին, այդ Տաշիր գրուպին, թող այս խնդրով զինվեն, վերցնեն իրենց նախընտրական քաղաքական ծրագրի մեջ, որ կբարձրացնեն այս հարցը, որտեղ այս խնդիրը դեռևս սկսվել է այն դեգեներատ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից։ Նրանք էլ չեն լուծել, սրանք էլ ընդհանրապես չեն էլ հիշում, չեն էլ հիշատակում այդ խնդիրը։ Բայց Հայաստանի քաղաքացին ահաբեկվում է։ Աշխատելու ժամանակ գալիս են այնտեղ ասֆալտակ տարբեր բան, ոստիկանի մեկ է Մինտրանսի կողմից։ Ինչու։ Ինչու դուք պետքա շատ լավ պաշտպանեք Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, օտարերկրյա օտար պետությունների շահերը, Թուրքիայի շահը, Ադրբեջանի, Ամերիկայի, գցենք Եվրոպայի, Իսրայելի, նրանց բիզնեսմենների շահերը պաշտպանեք, բայց ձեր քաղաքացու խնդրով չհետաքրքրվեք ու նրանց բեռը չթեթևացնեք։ Պատասխանեք։ Հիմա ասում եմ Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, այս հարցերը բարձրաձայնեք, երբ որ Պետրոսի մոտ նստում եք, այս խնդիրները հիշատակեք։ Ու մի բողոքեք, որ ռուսը չի անում։ Դուք ասեք, թող ռուսը չանի։ Դու հենց հիմա բարձրաձայներ այդ խնդիրը, որ լրատվամիջոցներով եւս հնչեր, որ կա թղթի վրա գրված պայմանագիր, որ պետք է կատարվի, եւ ունի կետ, որ ոնց էր այնտեղ գրված, որ оговорки к данному договору не допускаются, կարծեմ 117-րդ կետն է ԵԱՏՄ համաձայնագրի։ Իսկ իրանց իշխանությունները օգտագործում են հենց այդ ագավորկեն, որ իբր Հայաստանում ռուսերեն լեզուն պետական մակարդակի չի ընդունված։ Բայց համաձայնագրի մեջ այդպես կետ չկա։ Ուսումնասիրեք, տեղյակ եղեք բոլոր խնդիրներից։ Ձեր աշխատանքը դա է, այլ ոչ թե պարտիներ անել ու չգիտեմ, այնտեղ սրտիկներ իրար ուղարկել, ձևական։ Շնորհակալություն լսելու համար, տարածեք հարգելիներս, ընկերներս, քույրերս, եղբայրներս, լայքեք եւ տարածեք եւ բաժանորդագրվեք ինձ։ Բաժանորդագրվեք իմ երկու ալիքներին էլ, որտեվ ես ազնիվ եմ խոսում, ես կողմնապահություն չեմ անում ու խնդիրները ներկայացնում եմ այնպես ինչպես կա։ Շնորհակալություն։